չեք միացել այս իմպիչմենտի գործընթացին եւ ձեր ստորագրությունները տեսանք, որ չկային այդ փաստաթղթի տակ։ Այդտենց բանա ձեզ ասող է։ Կա թե Հայաստան խմբակցությունը միացել։ Հայաստան խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, որը փոխանցել ենք հատնապան ժամանակ մեր գործընկերներին։ Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ որ սկսվի իմպիչմենտի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են եւ այդ ձևաթուղթը կփոխանցվի։ Մեկ անգամ եւս ուզում եմ շատ հստակ հիշեցնել, գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ Պատիվ ունեմ խմբակցությունը ներողություն ունի 6, Հայաստան խմբակցությունը 28, որպեսզի գործընթացը սկսվի անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաեւ այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ, այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաեւ կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին Ես տեսա նաև պարոն Մամիջանյանը հայտարարեց, մեր հանդիպման ժամանակ էլ դա ասեց, որ նույնիսկ եթե լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվ գործընթացը լիարժեք սկսելու համար։ Այս իմաստով մեր դիրքորոշումը շատ հստակ է, 28 ստորագրությունը կա, հիմա չեմ ես էլ վերցնում իմ էջին դա դնում, որովհետև կարծում եմ խոսքը արժեք ունի ու այդ վստահությունը կա, եթե ասում են կա, կուզեք կհրապարակենք։ Դուք միացել եք այս գործընթացին, այսպես հասկանանք։ 28 հոգին գործընթացը սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել։ Հիմա նկատի ունեք, երբ որ դիմումը մուտք անեն եւ քննարկումը սկսվի խորհրդարանում։ Երբ որ դիմումը մուտք անեն, մեր գործընկերները ազատորեն կարող են յուրաքանչյուրի հետ բանակցել, վստահեցնելով, ընդ որում մենք էլ կարող ենք իրանց հետ բանակցել այլ պատգամավորների հետ, որ այդ 28-ը կա, այսինքն դա հրապարակային հայտարարություն է, դա ինչ-որ թաքուն չի ու կարծում եմ որևէ մեկն էլ չի կասկածում մեր խոսքի վրա։ Ասել ենք կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացիով, որով իրենք առաջադրել են։ Բայց պարոն Սաղաթելյան, որն է խնդիրը, որ հիմա չեք ստորագրում, լավ, չի մուտք արվում, հիմա պակաս է 2 ստորագրություն, ի՞նչն է խանգարում։ Նայեք, ուզում եմ հասկանամ, մեզ պետք է 34 ստորագրություն, թե գործընթաց ու գործընթացի արդյունավետություն։ Այդ որ ասում եք, այդ ձևակերպումը որ չեք ստորագրում, մենք ասում ենք ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ, այսինքն process-ը երբ ենք սկսում։ Դուք օրինակ գիտեք երբ ենք սկսում այդ process-ը։ Եղել է process-ի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է այս process-ի քաղաքական պատասխանատվությունը։ Եվ մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի, մեզ պետք է 34 հոգու ստորագրություն, թե պետք է գործընթացի արդյունք եւ գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլակները ուղղել ստեղ, որովհետեւ այս կողմից շատ հստակ արդեն հայտարարությունը կա։ Պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ, որտեղ այս process-ի մեջ նաեւ պետք է հասկանալ, երբ այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ։ Մեր գործընկերները ասել են, խնդրում։ Այսինքն, երբ որ դուք ասում եք գործընթաց, նկատի ունեք փողոցում պայքարը սկսեն եւ դրան զուգահեռ սկսվի ստորագրահավաքի հարցը։ Այո, այսինքն որպեսզի ունենանք արդյունք, այլ ոչ թե ընդհանրապես 34 ստորագրությամբ թուղթ, որը նախորդ 4 տարիների ընթացքում էլ ունեցել ենք։ Ու այն տեսակետը, որ հանրության մոտ փորձում են հաճախ ինչ որ
շրջանակներ ստեղծել, որ 4 տարին impeachment չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Դժբախտաբար այս պահին էլ նույնիսկ մուտք անելու համար դա չունենք։ Հետևաբար մենք մեր գործընկերներին առաջարկել ենք եւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը ջանքերը կենտրոնացնել այդ ստորագրությունները ունենալու համար։ Տեխնոլոգիան ընդունելի է ձեզ համար, տեխնոլոգիան։ Մենք հարց չունենք։ Ինչն է խանգարում, որ դուք հիմա տակ այդ ստորագրությունները, ենթադրենք մի քանի օրից էլ սկսվի այդ process-ը, որտեղ ենք ասում են անպայման փողոցային պայքար լինելու է, վստահ ենք։ Դա սկսելու ենք։ Ինչն է խանգարում, ինչու է ձեզ համար սկզբունքային, որ դուք հենց հիմա չեք ստորագրում, այլ սպասում եք այդ պայքարը լինի։ Ես ասում եմ, որ հենց հիմա ստորագրելով, այսինքն ստորագրել ենք, բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա այդ սա հավաքելով եւ նույնը գործընթացը չի սկսում, որովհետեւ օրինակ ժամկետները ձեզ հետաքրքիր չի երբ է տեղի ունենում։ Այսինքն process-ը թողում ենք աշտանա, թե վաղվանից կոչ ենք անում մարդկանց իջնենք փողոց։ Ուզում եմ, այսինքն չի ասում հանրապետականը։ Ներկայացրել է ծրագիրը, ներկայացրել է ծրագիրը, մենք տվել ենք հարցեր, գիտեք, այս հարաբերությունները մենք շատ ազատ, sense մի քիչ շատ պաշտոնականացրին, պաշտոնական բանակցություններ երկու խմբակցությունների մեջ։ Մենք 5 տարի է բանակցում ենք, խոսում ենք, մենք մամուլի միջոցով իրար հետ չենք շփվել, մենք միասին տասնյակ process-ներ են գեներացրել, աշխատել ենք, sense մի քիչ շատ պաշտոնականացվեց, չգիտեմ։ Շակիրություն չասեցին ու դա ձեզ անհանգստացնում է։ Այն ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա, մեկ, եւ երկրորդ հայտարարությունը, որը նորից եմ կրկնում, պարոն Հայկ Մամիջանյանը արեց, նաեւ որ իմ համար եւս հետաքրքիր էր, որ process-ը նույնիսկ եթե 36-ը ունենանք, հիմա ճիշտ չի որ խորհրդարան մտնել։ Սա էլ է հետաքրքիր տարբերակ, սա ենթադրում է, որ ոչ թե պետքա կենտրոնանալ Հայաստան խմբակցության վրա եւ փորձել հարցալուղությամբ տանել, խնդիրը ուրիշ տեղ է, պետքա ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, որ այս գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլակները կուղվեն այլ տեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանքենք։ Պարոն Սաղաթելյան, սլակները ոչ միտեղ չտանելով, նայեք, կարծես թե կա կոնսենսուս, բայց դրան զուգահեռ նաև չկա կոնսենսուս, որովհետև հանրապետական կուսակցությունը ասում եմ ստորագրությունները տանք, զուգահեռաբար սկսվի փողոցային պայքարը։ Դուք ասում եք սկսվի փողոցային պայքար, հետո մուտք անենք ստորագրությունը։ Այդ դեպքում այս ճակերտավոր ասված բանակցությունները ինչի համար էին, ինչ Տեսեք, մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք։ Օրինակ առաջին հարցը փորձել ենք հասկանանք, այդ երկու ստորագրությունը կա, թե չկա։ Երկրորդը ժամկետների հետ կապված ասացի, հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք։ Երրորդը ծրագիրը, այսինքն անտրամաբանականը նա կլիներ, որ մենք այդ հարցերը մեր գործընկերներին չուղենք, այսինքն 28 պատգամավոր ամենամեծ խմբակցությունը մտնում է մի, այսինքն գործընթացի քննարկման մեջ, բայց հարցերի պատասխանը չիմանանք։ Հիմա ասեցի, այդ հարցերը տվել ենք եւ պատասխանները ստացել ենք։ Այդ ձևակերպումից, հա? բավարար էին։ Ես չասեցի գոհացրելա կամ չէ, ես ասեցի մեր տեսակետը որն է, ներկայացրեցի իրենց տեսակետը որն է։ Մենք փողոց, գործընթաց, դրանք շատ փոխկապակցված աշխատանք է։ Այս պահին ստեղ ունենք անհամաձայնություն իմիջիայլոց։ Մեր գնահատմամբ կա impeachment սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար։ Այս պահին կա դրա ուղղությամբ աշխատանք, նախաձեռնության մասին հայտարարություն, որպեսզի գործընթացը սկսի, նորից եմ կրկնում, ու երբ սկսի այդ ուղղությամբ, պատրաստ ենք չկրկնվեմ ասեցի։ Մի բան էլ ներողություն ճշտեմ, պարոն Սաղաթելյան, Հայաստան դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ասել էր, որ պրագմատիկ մարդ է եւ չի մտնի գործընթացի մեջ, որը տանում է, որ ունի 0 հավանականություն իրականացվելու, ակնհայտ խոսելով impeachment-ի մասին։ Եվ նա ասում էր, որ ոչ մի լուրջ տեխնացու չի մտնի այդ ամենի մեջ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հնարավոր է կաշկանդում է, որ դուք հենց հիմա էլ միանաք պատիվ ունեմ խմբակցությանը։ Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին
այլ դիրքորոշում դրա մասին։ Նախ տեսեք, կա իրավիճակի փոփոխություն, կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել այս process-ի քաղաքական պատասխանատվություն։ 15 օր առաջ դա այդպես չէր եւ առաջադրել է տեխնացու, որը ողջունելի է։ Իսկ խմբակցության կարծիքը եւ քննարկումներին բնականաբար ինչ որ ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է։ Իսկ որոշները, որ փորձում են ինչ-որ տպավորություններ ստեղծել, մեր մոտ կարծիքներ չեն պարտադրվում՝ ի տարբերություն շատ տեղերի, շատ ազատ քննարկում ենք, հարցադրումներ ենք մեջտեղ բերում եւ ընդհանուր գալիս ենք եզրակացության եւ որոշման, սա ամբողջ խմբակցության տեսակ։ Պարոն Սաղաթելյան, դուք սպասում եք, որ իրենք փողոցային պայքար սկսեն միանալ, ինչ չեք քննարկել այն տարբերակը, որ միասին դա նախաձեռնեք, այսինքն միասին փողոց դուրս գաք, ոչ թե սպասեք իրենք սկսեն միանալ։ Ես ընդհակառակը ասացի, որ մենք պատրաստ ենք։ Ես կարծում եմ, մեր այս անցած ճանապարհով որևէ մեկին ինչ-որ կասկածի տեղ չենք տվել, նաեւ միշտ նախաձեռնություններ առաջնահերթ ցուցաբերելով։ Մենք ուզեցել ենք հասկանալ ծրագիրը ինչ ծրագրով ենք գնում ու մենք ասել ենք նաև որ այս բեռը ձեր վրա չենք թողելու պատրաստ ենք փողոցային պայքարի պայքարել ենք պայքարում ենք եւ պայքարելու ենք այստեղ որևէ բան չկա կարծում Պարոն Սաղաթելյան, ուղղակի ձեզ ներկայացրեցին իրենց ծրագիրը, օրինակ մեզ համար փակագծեր չեն բացում, ընդհանուր գիտենք։ Իրենց ծրագիրը ձեզ մոտ ծրագրին ծանոթանալով, բանակցելով դրա շուրջ հավանականություն կա, որ այդ գործը կհաջողվի։ Ճիշտ, ես ունեմ իմ կարծիքը դրա հետ կապված եւ իմ գործընկերներին փոխանցել եմ, բայց դա նպատակարար չեմ գտնում հիմա հանրային կերպով ասելու այսքան։ Պարոն Սաղաթելյան, պայքար սկսելու ժամկետներ հիմա կան։ Դա պետք է հարցնեք մեր գործընկերներին։ Ձեր համար էլ է անորոշ, դրա համար չեք ուզում հենց հիմա տակ այդ ստորագրությունները, ասում եք սկսեք պայքարը, մենք էլ զուգահեռ Սկսեք չէ, սկսենք, պատրաստ ենք օժանդակել, պատրաստ ենք եւ այլ, ասել ենք Իրենք ինչպես արձագանքեցին, չասացին շատ լավ, օրինակ։ Իրենք կարևորեցին, որ լավ կլինի այս պահին մի բլանկի վրա ունենանք 34-ը, մենք բացատրեցինք մեր գործընկերներին, շատ նորմալ խոսել ենք, հասկացել ենք, ես այս պահին որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ իրենց տեսակետը մեր համար է շատ հստակ, մերը իրենց համար է հստակ, գուցե որոշ տեսակետներ ինչը ցավը տանեմ, իրենք ասում են այս պահի դրությամբ գործընթացը մեկնարկել է։ Հիմա որ 5 րոպե հետո ես էլ իմ էջին դնեմ 28, հետո տուն-տունիկ ենք խաղում համաձայնության դրա շուրջ, Ինչի շուրջ։ այո, երբ որ միասին կսկսենք։ Մեկ անգամ եւս հստակ ասում եմ, խմբակցությունը պաշտոնապես ասում է, 28 ստորագրությունը պատրաստ է, դրված է, երբ որ գործընթացը սկսվի, այդ գործընթացը ենթադրում է երկուղությամբ աշխատանք։ Այդ ստորագրությունները կան։ Պատիվ ունեմ ցանկացած մեկի հետ բանակցելուց կամ իր հայտարարությունների մեջ կարող ասի, որ այդ 28-ը կա։ Իսկ փողոցային պայքարի Հիմա ես ասում եմ, փողոցային պայքարի միշտ կա, ինչի չկա, ով Բայց ասում։ հաջողելու շանսեր Ձեր կա։ այս բանակցությունները այս անգամ ինչպես կգնահատեք, արդյունք տվեցին, այսպես ասած, անպտուղ են, թե իսկապես արդյունք կա։ Ինչպես մենք ներկայացնենք ձեր բանակցությունները ինչով ավարտվեցին։ Ոնց որ հանգուցալուծման չեք եկել։ Տեսեք, աշխատանքային process-ը շարունակվում է։ Կտեսնենք ինչ զարգացումներ կլինի, որևէ մեկը չի կարող կանխատեսել առաջիկա օրերին մեր երկրին ինչ մարտահրավերներ են սպասում, եկեղեցու դեմ էս արշավ ինչ ծավալների կհասնի, անվտանգային ինչ խնդիրներ կունենանք, ներքաղաքական ինչ process-ներ են տեղի ունենալու։ Մենք բնականաբար այդ հաշվարկների մեր աշխատանքները կազմակերպելու մեջ ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր քաղաքացիների հետ, տարածքներում ուժեղացնում ենք մեր կազմակերպությունները, շատ հստակ այդ մասին հայտարարել ենք։ Այո, մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանություններին հեռացնելու։ Բայց այսօր բանակցություններով որևէ համաձայնության չեք եկել։ Ես չգիտեմ դուք ինչ ակնկալիք ունեիք այսօրվա հանդիպումից, այսքան sense որ բան եղավ, արդեն չկրկնվեմ, իրենք մեր ընկերները ներկայացրել են իրենց տեսակետները, մենք մերը եւ ասել ենք էս կա։ Այդպես ավարտվել։ Իսկ քաղաքացիական Հիմա չգիտեմ, դուք անդադ ուզում եք ինչ-որ գնահատական տակ, ես ասում եմ վերջը որն է ավարտվեցին ձեր հիմա բանակցությունները։ ներկայացնենք Ինչով ավարտվեցին վերջը եղել է նորից սկզբից կրկնում։
Ինչով ավարտվեցին ձեր բանակցությունները։ Ինչ որ հայտարարեց պարոն Մամիջանյանը ու ինչ որ ես Հայաստան խմբակցությունը պատրաստ է եւ արդեն ունի 28 ստորագրությունը, երբ որ գործընթացը մեկնարկի այդ ստորագրությունները տրված են ցանկացած բանակցության սեղանի շուրջ կարող են վստահաբար հայտարարել, որ այդ 28-ը ունենք եւ սլակներ ուղղեն այն падգամավորների վրա հատկապես նախ երկուսը ապահովելու ու կենտրոնանան ԿՊ-ի վրա փողոցային պայքարում ասել ենք, որ մենք պատրաստ ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել ծրագիրը հասկանալով, տիրապետելով դետալներին, ով ինչ ոնց մեր առանցքային մասնակցությունը ունենանք, բայց process-ը ունի քաղաքական պատասխանատու ուժ։ Հիմա դուք ինձ հարցեր եք տալի, որ պետքա տակ ոչ թե ինձ, Ծրագիրը ձեզ բավարարում է, պարոն Սաղաթելյան, այս անգամ հաջողելու եք, թե նախորդների պես էլի այսպես նույն կետում մնալու եք։ Ես ստեղ այդ հարցին թող պատասխանեն մեր ընկերները։ Ես մի շարք հարցեր ունեմ, ես մշտապես հավատացել եմ եւ հավատում եմ փողոցային պայքարին։ Ռեսուրս կա, մարդկանց տրամադրություն կա, բայց այդտեղ կան նաեւ բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ունենան իրենց ամբողջական պատասխանը։ Ես չեմ կարծում, որ այս հանդիպումով ամեն ինչ ավարտվել է, դեռ կշարունակվի process-ը։ Սաղաթելյան, դուք ասում եք ձեր գործընկերներին դիմենք այդ հարցով, բայց դուք քիչ առաջ նաև նշեցիք, որ բանակցությունների մասով եւ տարվող process-ի բոլոր փուլերում դուք ձեր աջակցությունն եք ցուցաբերելու, դուք անմասն չեք մնալու եւ նաև այդ երկու ստորագրությունների մասով Հայաստան դաշինքը բանակցություններ սկսելու է քաղաքացիական պայմանագիր խմբակցության։ Գիտեք, process-ը ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ։ Դա ենթադրում է, որ լոկոմոտիվը այդ ուժն է։ Մենք ծրագրի մասին խոսել ենք, բայց շատ դետալների մեջ չենք մտել, ես ասում եմ, բաց բավականին հարցեր կան։ Ժամկետների, քայլերի հերթականության եւ այլ եւ այլ։ Հիմա եթե կշարունակվի այս խոսակցությունը, կհասկանանք մենք միշտ պատրաստ ենք քննարկել ինչի մասն է խոսքը, բայց sense վերջնական կատեգորիկ պատասխաններ այս բային չկա ձեր հարցին։ Հնարավոր է, որ սպասում եք այլ մարդկանց կողմից կամ եթե ավելի այսպես ասած ամբողջացնենք եկեղեցու ձայնը լսելու, եկեղեցու կոչով։ Ես չեմ ուզի այս process-ը կապել եկեղեցու պաշտպանության process-ի հետ, որովհետև սրանք տարբեր բաներ են եւ տարբեր հարթություններ են ու սա պետք չի լրիվ ուրիշ process է եկեղեցու վրա հարձակումը, լրիվ ուրիշ խնդիր է դրված եւ այս process-ները պետք չի նույնացնել։ Բայց նախորդ տարի նույն այդ վստահությունը, կոնսենսուս համախմբվածությունը կար, կարծես թե Բագրատ Սրբազանի ակցիայի ժամանակ, բայց էլի ինչ որ դրական տեղաշարժ չեղավ։ Ես նորից եմ կրկնում, նախորդ 4 տարվա ընթացքում որ դա տեղի չի ունեցել, որտեղ բավարար ստորագրությունները չեն եղել։ Եղել են նաև այլ տեխնիկական եւ այլ խնդիրներ, բայց հիմնական հարցը դա է եղել։ Հիմա մեկ անգամ եւս կրկնում եմ։ Այս բլեֆից պետքա դուրս գան գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են։ Պետքա կենտրոնանալ դրա վրա։ Հայաստան խմբակցությունը ասում է դա կա։ Կենտրոնացեք ուրիշի վրա։ Ընտրություններ լինեն արդեն հերթական։ Կարող է մի տարի հետո դա լինի եւ ընտրություններ Դե տեղի ունենան։ ეხեք այդ հարցին ստալի։ Դե դուք եք որտեվ կողմերից մեկը։ Ես պատասխանեցի ձեր հարցին, չէ՞։ Կա կոնկրետ ուժ, որը ամեն ինչը նախաձեռնում է կատարել Նարեկ Մարյան, ասելով, որ Սերյան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք պատիվ ունենի այդ իմպիչմենտի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի է լինելու։ Ուրեմն, որպեսզի ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մարյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ պատիվ ունեմ խմբակցության հետ։ Հետեւաբար Նարեկ Մայլյանը մեր խոսակիցը չի ու ինքը պետք է աշխատի այս process-ին շատ չխանգարի, եթե սրտացավ այդ հարցը։